Պարոն Պողոսյան, մենք նախապես պարզեցինք, որ ոչ միայն մենք ենք այստեղ այս տարածքում առաջին անգամ, այլ նաև դուք եք առաջին անգամ ձեր աշխատասենյակից հարցազրույց տալիս, ճիշտ եմ, չէ՞, ֆիքսել։ Այո, թերևս առաջին եք, որ այս հատվածում հենց հատուկ նկարահանում եք անում եւ մշտապես ավելի կարծես ցուցասրահներում են ավելի շատ մեզ մոտ նկարահանումները տեղի ունենում։ Ու առաջի բանը, որ աշկ ցակեց, որ գալիս ենք դեպի ձեր սենյակ, վատ իմաստով չեմ ասում, բայց այդ հնության անտուրաժներ, այսպես ասած, ճռճռան հատակը եւ այլն եւ այլն։ Հատուկ եք այդպես պահել, այդպես եք ասել, որ ձեր աշխատանքային միջավայրը լինի, թե օրինակ պլաններ կան թարմացնելու կամ այլ հատված տեղափոխվելու։ Մենք գտնվում ենք հենց այն պատմական շենքում, Արական գիմնազիայի շենքում, որտեղ հենց թանգարանը ծնվել է, կարելի ասել։ Եվ այդ պատմական շենքը հենց ի սկզբանե նախատեսված էր որպես Արական գիմնազիա, բայց հետագայում Առաջին հանրապետությունից սկսած կամաց վերածվեց թանգարանային համալիրի եւ փաստորեն այս հատակը եւ ամեն ինչը ինչ որ ձևով ժառանգություն է մեզ այսօր։ Հետագայում իհարկե ծրագրեր կա որոշակիորեն պահպանելով այս շենքի առանձնահատկությունը, բայց նաեւ դրանք որոշակիորեն այսպես ամրակայելու, պահպանելու ուղղությամբ, որովհետեւ եթե շենքը անդադ օգտագործվում են, այն պետք է միշտ խնամվի եւ ամրացվի։ Այս առումով մեր պլանները ավելի շատ ամրակայման, պահպանմանն են ուղղված, քան թե հիմնահատակ փոխելուն։ Հասկացա, որպեսզի մեր դիտողներն է պատկերացնեն, որ հատվածում ենք կոնկրետ, այս պատուհանից դուրս Հանրապետության հրապարակն է։ Այո, Մենք ցույց կտանք, որպեսզի պատկերացում լինի եւ ձեր ընդունարանում լուսանկարներ կախված այս շենքի նախնական տեսքի, երբ դեռ չկար այս ամբողջ համալիրը հրապարակի, այդ զգացողությունը, որ դուք այստեղ եք, ձեզ օգնում է նաև, որ հասկանաք, որ դուք ինչ-որ բան եք ժառանգել եւ պետքա պահեք ու շարունակեք։ Այո, շատ մեծ այսպես պատասխանատվություն կա այս ամեն ինչում, որովհետեւ այստեղ շատ հայտնի մարդիկ են աշխատել, նվիրվել այս գործին եւ երբ որ մեկ-մեկ մտածում ես, հետ ես գնում, ովքեր են այստեղ աշխատել, ովքեր են այստեղ հյուրընկալվել եւ նաեւ դրանց մեջ մեսեջ կա իրականում հենց այստեղ այս աշխատասենյակում առաջին տնօրենը Երվանդ Լալայանն է, երկարամյա տնօրենը Կարո Ղաֆադարյանն է, Անի Արշավախումբը, այսինքն մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքն են նվիրել, որպեսզի մենք ունենանք այս ժառանգությունը եւ երբ որ մեկ-մեկ նույնիսկ դժվար է լինում, հաճախ մտածում ես, այ մարդկանց մոտ ինչքան դժվար է եղել էլի, բայց նրանք այս ամեն ինչը ժառանգել են, թողել են մեզ, մենք ով ենք, որ չշարունակենք էլի նրանց գործը։ Ինչ լուսանկար է այստեղ։ Այստեղ մեր արխիվային լուսանկարներից մեկի վերարտադրությունն է, սա հայտնի Անի Արշավախումբն է, որ 20-րդ դարի սկզբին Անիում պեղումներ էր կատարում եւ 3 թանգարան էր հիմնել։ Եվ Արշավախումբն է հիմնած երկրորդ թանգարանի դիմացը, կենտրոնում Արշավախումբի ղեկավարն է Նիկողայոս Մարը։ Եվ էլի հայտնի երևելի դեմքեր, կողք Ադոնցն է, Օրբելին, Քալանթարը, Բրույրը եւ նաեւ ռուս եւ վրացի գործընկերներ, որտեղ Անի Արշավախումբը մուլտիկուլտուրալ արշավախումբ էր եւ նրանց շնորհիվ է, որ մենք այսօր ընդհանրապես ունենք Անից հավաքածու, որովհետեւ Այ Քալանթարը Արշավախմբի անդամներից մեկը կարողացավ նույնիսկ թուրքական հարձակումների տակ փրկել, էվակուացնել հավաքածուների մի մասը թանգարանների։ Այդ հավաքածուն 1920-ական թվականներից մեզ մոտ է, այսօրվա մեր Անի ցուցասրահ շնորհիվ հենց Քալանթարի ունենք, որովհետև երբ որ տեսնում ես, թե ոնց է ընդհանրապես հարձակման տակ այդ ժամանակվա տեխնիկայի պայմաններում կարողացել Ախուրյանը անցկացնել նմանատիպ հավաքածու հարյուրավոր նմուշներ։ Ուղղակի զարմանում ես, դա հասցվել է Սանահինի վանք եւ վանքից հետո, երբ որ թանգարանը արդեն գործում էր, բերվել է այստեղ եւ մինչեւ հիմա այստեղ է 30-ական թվականներից մենք ունենք Անի սրահ պատմական։ Այսինքն լուսանկարը դուք եք որոշել այստեղ լինի, թե կարող մինչեւ ձեր գալը։ Չէ, մինչեւ իմ գալը կա, երկար ժամանակ է այստեղ այս լուսանկարը եւ շատ իր տեղում է, ես ձեռք չեմ տվել, հա, պահել եմ, որովհետեւ մշտապես այ հետաքրքիր է իմ դիմացը ինքը։ Հա, ինձ թվում է դա է իր նշանակությունը նաև։ Եվ հա, մեսեջ ունի իր մեջ, դա եմ ասում, մեկ-մեկ ասում
իրենք ինչ պայմաններում եւ հաճախ գիտեք նրանցից շատերը հետո ռեպրեսիայի ենթարկվեցին, բռնաճնշումների, օրինակ Քալանթարին ակսորեցին, մինչեւ հիմա հայտնի չի որտեղ է թաղված, այսինքն այդ հսկա գործը անելուց հետո նաեւ քաղաքական շատ դժվարին պայմաններում էին աշխատում այդ մարդիկ, երբ որ նայում ես, ասում ես մեր արածը ինչ է այլ իրանց հանդեպ, որտեղ ամեն մեկը մի հատ այսպես ինստիտուտի հիմք է ստեղծել եւ իրանց շնորհիվ, հա, այդ ժառանգությունը այսօր մենք ունենք եւ պետք է փորձենք հնարավորինս ոնց որ արժանի լինել իրանց արածին։ Դա չի թույլատրում ձեզ որպես թանգարանի տնօրեն իմաստով, որ այսօր չկան այդ մարտահրավերները ու ոնց որ ավելի հանգիստ վիճակա, դրա համար էլ կարող է նաև ազդի դա ենթագիտակցորեն, որ պատասխանատվությունն էլ ավելի քիչ։ Չէ, ընդամենը ուժեղացնում է դա եւ ընդամենը նաև շատ ուրախ ենք հաճախ, երբ որ նայում ենք, որ մենք նման հնարավորություն ունենք անկախ պետություն, պետականություն, ունենք նմանատիպ քաղաքական միջավայր, այսինքն երբ որ համեմատում ես, արդեն ավելի շատ է այս բանը գալիս, էլի քեզ մոտ հնարավորությունները գնահատելու այս կարևորությունը գալիս, երբ որ դու նայում ես տարբեր սերունդներ ինչ պայմաններում են աշխատել, ինչպես են կարողացել, դու արդեն այս պայմաններում փորձում ես նաև գնահատել այն ինչ ունես եւ փորձես ավելին անել իրականում։ Մենք գիտենք, որ այս պահին 3 առնվազն 3 հետաքրքիր ցուցադրություններ կան, մեկը բոլորովին վերջերս բերվեց Լուվրից եւ ասացիք երկուսն էլ կա Չինաստանից եւ Նիդերլանդներից։ Ես կառաջարկեմ, եթե դեմ չեք, գնանք հենց այդ ցուցադրություններից գոնե մեկի մոտ այդտեղ շարունակենք զրույցը, ավելի լավ պատկերացնենք ինչի մասին է խոսքը։ Սիրով։ Իսկ կա հայ-չինական կապերի առաջի վկայություն ամենահինը երբ է եղել, որ մենք ուղիղ առնչվել ենք իրանց։ Դե տեսեք, այստեղ մեր հավաքածուում կան ավելի միջնաբերդից, հա, միջնադարից գտնվարեց նմուշներ, որոնք հենց այս մետաքսի ճանապարհի երևի արդյունքում են, այստեղից են հայտնաբերվել, հա, տարբեր օրինակ Լորի Բերթից կա այստեղ, հա, այնտեղ ունենք Անի, Դվին, հա, այս հավաքածուները։ Պարոն Պողոսյան, նախ ասեմ, մենք որոշեցինք այստեղ կանգ առնել, Նիդերլանդներից եկած ցուցադրության սրահում, Լուվրը իհարկե շատ հետաքրքիր է, խնդրեմ նախ երկու բառով ասեք Լուվրի ցուցասրահում ինչա կոնկրետ ցուցադրվում, որպեսզի հեռուստադիտողներն պատկերացնեն։ Լուվրի թանգարանից հյուրընկալված հավաքածուով եւ համադրված մեր հավաքածուի հետ խնդիր ունենք բացահայտելու արևելաքրիստոնեական հետաքրքիր մի մշակութային ժառանգություն։ Սա 4-րդ դարից մինչև 19-րդ դար կամ 20-րդ դարի սկիզբ, որտեղ Հայաստանի պատմության թանգարանում պահվող հավաքածուները, որոնք վերաբերվում են մեր քրիստոնեական մշակույթին, համադրվել են աշխարհի տարբեր երկրներից, հատկապես արևելաքրիստոնեական մշակութային ժառանգություն ունեցող երկրներից, Լուվրում պահվող հավաքածուների հետ։ Եվ ի վերջո մենք եկանք այստեղ, որովհետև ստեղ էլ Նիդերլանդներից եւ Հայաստանից գտնված նույն ժամանակաշրջանի ցուցանմուշներ են, խոսքը վերաբերում է վաղ բրոնզե դարին, ինչպես դուք ասացիք, ու մենք հենց այս գավաթի մոտ ենք, սա գտնվել է Հայաստանից, ճիշտ է։ Այո։ Քարաշամբից հնավայրի Քրիստոսից առաջ 23-րդ դար, այսինքն 4500 տարի առաջ։ Հիմա սա, այս գավաթը կարելի ասել որ հայկական է։ Այս գավաթը այդպես կարելի ասել, որ մեր ձևավորման, մեր մշակութային, մեր հիմքի, մեր ինքնության ձևավորման նախահիմքերից մեկն է, որովհետև այն ինչ որ մենք այստեղից բացահայտում են այն ժառանգությունը Հայաստանից, դա մշտապես հիմք է եղել մեր կազմավորման համար։ Մենք դրա կրողներն ենք, դրա շարունակողներն ենք։ Հայկական էթնիկ այս ձևավորման կազմավորումը երկար դարերի այսպես մի գործընթաց է։ Այո, կարող ենք ասել, որ նաև հայկական է, որովհետև ընկած է մեր ձևավորման վաղ փուլերում, անվանատիպ մշակութային արժեքներ, մշակութային ժառանգություն ընդհանրապես։ Սա իդեպ ինտերակտիվ ցուցադրություն է, կարելի է շոշափել գավաթը, հասկանալ
ինչպիսին է, ու այստեղ պատկերներն են ավելի մոտեցված, օրինակ այս մարդիկ, այս կերպարները, այս հագուստները, այս կոշիկները եւ այլն, որ տեսնում ենք, մեր կապը այս մարդկանց հետ ուղիղ եկել հասել է մեզ այսօր մինչև 2025 թվական, թե մենք լրիվ տարբեր մարդկանց մասին ենք խոսում, ում մասին չունենք ընդհանրապես պատկերացում։ Այդպես միանշանակ չենք կարող ասել, որ 21-րդ դարում մենք կարող ենք այսպիսի հագուստների հետ կապեր տեսնել, բայց կարող ենք համեմատություններ գտնել, օրինակ 18-19-րդ դարի դասական էթնոգրաֆիկ փուլերի հետ, որովհետև օրինակ կոշիկների ձևեր կան, հա, հագուստի առանձին տարրեր կան, որոնք մասնագետները համադրում են։ Հա։ Օրինակ շատ հետաքրքիր է մեր գորգերի սրահում մեր մասնագետներից մեկը կապ էր գտել Ուրարտական շրջանի Արուբանի Աստվածու արձանիկի հագուստի վրայի նախշերի եւ 19-րդ դարի Վանի, հա, գորգի նախշերի միջև։ Հա։ Այսինքն այն մշակույթը, որը ստեղծվել էր Ուրարտական շրջանում նույն տարածքում, իր ենթագիտակցական ձևերով փոխանցվել է սերնդից սերունդ։ Եվ այստեղ նաև զենքեր կան, հետաքրքիր է զենքերի մշակույթը նաև, ու ինչ զուգահեռներ կան Նիդերլանդներից գտնված զենքի հետ։ Ինչով է տարբերվել, օրինակ մեր մոտեցումները, մեր ասելով կարող ենք այդպես ասել նաև մեր մոտեցումները զենքին նիդերլանդցիների կամ նախանիդերլանդցիների մոտեցումներից։ Տեսեք, ակնհայտ է, եթե տեսնեք, հա, թե այստեղ ինչ զինագործություն է զարգացած եղել ժամանակին, այսինքն եթե այսօր ասում ենք զարգացած եվրոպական, հա, քաղաքակրթություն, եթե ժամանակներով հետ գնանք, կարող ենք տեսնել, թե ինչ զարգացում կար այստեղ եւ մոտարապես Եվրոպան, հա, այդ շրջանում անհավատալի է, որ մի քանի հազար տարվա դաշույններ են սրանք, հա, տպարությունն է, որ ավելի մոտարապես նույն ժամանակներն են գտնված էլի Նիդերլանդներից եւ ուղղակի անհամեմատել է թե ինչ աշճանի զարգացած, հա, մետաղագործություն եւ ընդհանրապես այս իշխանական խորհրդանիշների, հա, կատարելություն կար ժամանակին։ Ցավոք, հա, գրավոր մշակույթը այս շրջանից գրավոր ժառանգությունը շատ քիչ է։ Մենք ավելի շատ կարող ենք այսպես համեմատականներով նայել եւ այս ցուցահանդեսի գաղափարն էլ հենց այն էր, որպես այսպես զուգահեռ տառնենք, հենց վերնագիրը կոչվում էր հին աշխարհի զուգահեռներում։ Որպեսզի այցելուն հայտնվելով այս երկու տարբեր տեղերից գտնված նույն ժամանակների, նույն երևույթների մեջտեղում կարողանա իր համար համեմատել եւ գտնել նմանություններ եւ տարբերություններ։ Եվ ուղղակի երբ որ դնում ես ժամանակները եւ աշխարհագրական, հա, կտրվածքները, կարող ես տեսնել, թե տարբեր ժամանակներում նաև այս նույն երևույթները ինչ զարգացման մակարդակ են ունեցել աշխարհի տարբեր հատվածներում եւ հետաքրքիր որ մենք տեսանք նաև Չինաստանի, հա, հատվածում նույն ժամանակներն են էլի նեոլիթ, բրոնզե դար, այնտեղ լրիվ նեֆրիտի մշակույթ էր, հա։ Տեսեք, դուք բան ասացիք, որ համեմատականի մեջ ինչքան ավելի զարգացած էր այստեղ նույն, չգիտեմ, զինագործությունը կամ ընդհանրապես մոտեցումը այդ ամեն ինչին։ Ինձ մոտ անկախ եզնից sense ինչ-որ լավ զգալու մի քիչ հպարտության զգացում առաջացավ պայտակ, այն որ դե, հա, բայց գլոբալ եթե այսօրվա դիտանկյունից նայենք, արդյոք դա հենց այդ զգացողությունը պիտի առաջացնի պատմության թանգարան, այսինքն գաս իմանաս, որ մենք կամ այն մարդիկ, ովքեր ստեղ են ապրել, ինչքան լավն են եղել ու այդպես մոտենաս նաև այսօրվա կյանքին։ Հա, շատ ես հասկացա ձեր միտքը, հաճախ հա մենք շատ ենք այս հատվածներում խճճվում։ Հաճախ նայում ենք բրոնզե դար, ուզում ենք այսօրվա մեր իրականության մեջ պրոյեկտել այդ ամեն ինչը։ Իրականում պատմության դուք ուր եք, երբ որ մենք այդ միտքը որ իրականում պատմության մեր խնդիրը ընդհանրապես այս հարթակում չի, մեր խնդիրը ընդհանրապես ճանաչելի դարձնելն է մշակութային ժառանգությունը եւ հնարավորինս պատմության անցյալի հանդեպ հարգանքի սերմանումն է եւ ոչ թե դրանց պրոյեկտումը ժամանակակից կյանքում։ Ընդհակառակը մեր խնդիրն է, որ մարդիկ հնարավորինս կարողանան բացահայտել անցյալը, որpիսի նաև հեռու մնան հաճախ նմանատիպ հաճախ այս արատավոր հա համեմատականներից, այն ընդհանրապես փորձեն երկխոսության ձևով տեսնել, հա, անցյալը եւ նաեւ ներկայում տեսնել ինչ հետաքրքիր, հա, այսպես
մեսիջներ կարելի է ստանալ, հա, անցյալից եւ բնականաբար այս դաշույններին նայելով, հա, շատերի մոտ կարող է ստեղծագործական, հա, միտք զարգանալ, որովհետեւ նայում եք այս դաշույններին կամ այս առյուծի պլաստիկ, հա, քանդակին, հաճախ դժվար է դու կարողանում պատկերացնել, որ սա արել են մի ժամանակ, երբ որ այսպիսի հաստոցներ, այսպիսի տեխնոլոգիաներ չկային։ Այսօր հաճախ այսպիսի մեր ունեցած հնարավորություններով հաճախ չեն կարողանում ստանալ այսպիսի առյուծ։ Այս թեմայա չէ ստեղծագործելու, հա, թեմայա չէ անցյալից որոշակի նաև ստեղծագործական գաղափարներ քաղելու եւ նաև սիմվոլների, հա, հերթականության մեջ տեսնելու զարգացումը, հա, առյուծը բնականաբար այսօր կարող եք գտնել նույնիսկ շատ երկրների դրոշների վրա, բայց մենք ունենք այս սիմվոլը, օրինակ, մի ժամանակ, երբ որ նույնիսկ չունենք, հա, մեր տարածաշրջանում այդ պետականության անունը, որը ստեղծել է սա։ Ու մի ժամանակ, երբ որ այս տարածաշրջանում առյուծները ապրում էին, նաև։ Ես կդժվարանամ ասել, ապրում էին թե չէ, դա ավելի թողենք այսպես կենսահնագետներին կամ հնյաբաններին, բայց բնականաբար մշտապես այդ սիմվոլը, հա, ինքը գաղափարն էր ավելի շատ, քան թե որ իրենք նաև տեսնում էին, հա, կենթանում փորձում էին վերարտադրել, որովհետև այս փուլում արդեն բնականաբար մենք գործ ունենք պետական կամ կիսապետական կազմավորումների հետ։ Կարծում եմ սա շատ լավ հիմք է նաև մեր պետականության ակունքները հասկանալու համար։ Այս առումով որն է այստեղ ոչ միայն այս ցուցասրահում, այլ ամբողջ թանգարանում ամենահին հայկական սիմվոլը, որ մարդը նայելով կարող է նաև իրեն իդենտիֆիկացնի 100%-ով այդ սիմվոլի հետ եւ պատմականորեն էլ է այդպես։ Օրինակ տեսեք Չինաստանի ցուցասրահում դուք ցույց տվեցիք նեֆրիտը ու փաստա, որ չինացիների համար նեֆրիտը եղել է կարևոր եւ այլն, մի քանի հազար տարի առաջ։ Որն է այն ցուցանմուշը, որ կարող ենք ասել հայերը կամ հայերի համար այս է եւ այլն։ Այսպեսի շատ բարդ հարց տվեցիք իրական, որտեղ մեր այցելություններից ամեն մեկը նույնիսկ ամեն օր իր համար գտնում է այն նմանատիպ մի սիմվոլ։ Մենք նույնիսկ ցուցադրում ենք, հա, հաճախ այնք ասում է այս սա ավելի, հա, մոտ է այսօրվա մեր, հա, մշակութային բանին։ Եվ դրանք շատ հետաքրքիր են, հաճախ նախաքրիստոնեական, հա, սիմվոլներ են, որոնք ինչ որ ձևով անցել են քրիստոնեական փուլ եւ վերարժևորվել են։ Իսկ անձամբ ձեզ համար որն է։ Ինձ համար այսպես որպես այս կառույցի նաև ղեկավար հաճախ առանձին նմուշների առանձնացումը մի քիչ այսպես էթիկական խնդիր կա իմ մոտ, ես չեմ առանձնացնում, ես ուզում եմ այդ հարցը, նախկինում օրինակ կար թանգարան ուներ մի սիմվոլ իր լոգոյի վրա, ես մի քիչ կողմ չեմ այս քաղաքականությունը, որ 400,000-ից ավելի նմուշ կա այստեղ պահվող, եւ այդ 400,000-ը որպես առանձին կոլեկցիա եւ նաեւ պետք է շարունակվի ավելանա դա, դրանք ամբողջն էլ իրանց ամբողջականության մեջ կարեւոր են եւ ինձ համար են նաեւ կարեւոր։ Դե այսպես ասեմ, որն է ամենաթերագնահատված նմուշը, այսինքն դիցուկ, չգիտեմ, օրինակ Անահիտի ցուցադրություններ, երբ հերթեր էին կանգնած իր մոտ, այ որ նմուշն է, որ իր մոտ հերթեր չկան ու մարդիկ քիչ են ուշադրություն դարձնում, դա ձեր համար ցավալ է, ասում եք, ինչի սա արժանի ուշադրության չի արժանանում, որովհետև սա ֆանտաստիկ մի բան է։ Սա գավաթը օրինակ։ Այստեղ հերթեր չկան գավաթի մոտ։ Օրինակ տեսակ, որ հերթեր չկան, գալիս են իհարկե այցելուներ, բայց օրինակ փիառված չի։ Անահիտ Աստվածու հետ վերագրվող բրոնզե նմուշների մոտ դուք միշտ կարող եք տեսնել այսպես ինքնանկար անողների մի հատ մեծ բազմություն։ Հա։ Դա նաև հաճախ կապված է հենց նմուշի բնույթից, հա, որտեղ նաև թեմատիկա կա։ Դե նաև անուն ունի, ախր Անահիտը մայրության գաղափարներ, որը շատ այսպես նաև գրավիչ է, այստեղ ավելի շատ նաև պատերազմական թեմաներ են, հա, եթե ուշադիր ենք նայում, ամբողջական պատերազմական եւ հաղթանակի թեմաներ են։ Եթե ունենայիք հնարավորություն լեգալ, լրիվ, ձեզ տվել են հնարավորությունը ամբողջ թանգարանից որևէ մի նմուշ հայտնվի ձեր տանը կամ ձեր անձնական կոլեկցիան, որը կլներ։ Ոչ մեկը չէր լինի։ Չէ, դնայք, ես չեմ ուզում, որ այս մեկը արժևորեք նշանակի մնացածը թերագնահատում եք, բայց ուղղակի հնարավորություն է այդպեսին, որ մեկն է։ Ոչ մեկը չէր լինի միանշանակ, որովհետև իմ մասնագիտությունը հենց ես թանգարանագետ եմ մասնագիտությամբ եւ իմ ամբողջ այս հետազոտական, նաև ես պաշտպանել եմ այս թանգարանագիտությունը։
ուղղված է հենց նրան, որ թանգարանային նմուշները լինեն թանգարանում եւ ոչ թե որ մարդկանց տանը եւ այսօր ցավում եմ նաեւ հաճախ տեսնելով նաեւ նմանատիպ երևույթներ Հայաստանում, հա, հաճախ որ մարդիկ ավելի շատ գերադասում են իրենց տան այդպես կոլեկցիաներ ձևավորել իրենց անձնական հատվածներում, քան թե այդ նմուշները, հա, հանձնել թանգարան։ Բայց այդտեղ տրամաբանություն կա, չէ՞, մարդը չգիտեմ, իր պապիկից կամ ավելի վաղ ստացել է ժառանգություն, ինչ որ մի բան, ու դժվար է դրա այդ բաժանվելը։ Ինչ անել։ Դժվար է բաժանվել։ Կարող է ինչ որ խրախուսանք պիտի լինի դրա համար, որպեսզի մարդիկ։ Եվ շատ մարդիկ էլ բաժանվում են, որտեղ մեր հավաքածուների մեծ մասը նաև նվիրատվություն է։ Սա գալիս է ժամանակի հետ եւ գիտակցության հետ, որովհետեւ ինչքան էլ քեզ համար թանկ է նմուշը, մի օր դա այդպես դրա ժամանակը գնալու է եւ դու չգիտես դրա ճակատագիրը ինչ է լինելու։ Իսկ թանգարանում դրանք հայտնվելով, դրանց պատմությունը, դրանց արժեքը գնականով բարձրանում է։ Գումար հասնում են մարդուն, որ ինչ որ նմուշ կբերի կհանձնի թանգարանին։ Կան մարդիկ, որոնք վաճառում են եւ թանգարանը նաեւ գնումներ է անում, ելնելով նաեւ իր ունեցած ֆինանսական միջոցներից, բնականաբար գնումները կա, բայց նաեւ մարդիկ հաճախ բերում են եւ նվիրում են հասկանալով, որ թանգարանում այդ նմուշները ապրելու են իրանցից հետո շատ երկար, իսկ այսօր քո համար արժեքավոր է, բայց նաեւ մենք անցողիկ ենք, սա բոլորը պետք է հասկանան, հա, մի երկու սերունդ հետո այդ նույն նմուշները կարող է հանկարծ հայտնվեն լրիվ անհասկանալի տեղում, միջավայրում կամ ոչնչացվեն նույնիսկ։ Պարոն Պողոսյան, մեր ժամանակը ցավոք մոտենում է ավարտին, վերջում ուզում եմ այս հարցը տամ ու ամփոփենք։ Ես որպես այսօր 2025 թվականին Հայաստանում ապրող Հայաստանի քաղաքացի հայ մարդ եկա Տոմսը առապատմության թանգարանի, մտա, պտտվեցի ամբողջը, դուրս եկա։ Ինչ պետք է ես սովորած լինեմ։ Պետք է առաջին հերթին մեր խնդիրն է, որպեսզի դու ճանաչես քեզ, ճանաչես քո երկիրը։ Ոնց ճանաչեմ, եթե օրինակ բանակը անորոշ է։ Երբ որ դու անցնում ես, չէ, բացատրագրերը կա, երբ որ դու անցնում ես, այդ մեր մոտ պատմական փուլերով է մշտական ցուցադրությունը եւ նաեւ կան ժամանակավոր ցուցահանդեսներ։ Մենք հիմա ժամանակավոր ցուցահանդեսի կոնտեքստում ենք։ Մշտական ցուցահանդեսը մեզ մոտ այ 22 թվականից մենք վերաբացում ենք, այնպես է կառուցված, որ բոլոր ժամանակների միջով անցնելուց դու կարողանաս զգալ նաև այդ ժամանակի ոգին եւ նաև դրա շարունակականությունը։ Սա կարծում եմ ամենակարևոր խնդիրն է, որպեսզի մարդը կարողանա ճանաչի նախ իր երկիրը, իր երկրում ինչ ժառանգություն կա եւ փորձի այդ ժառանգության հիմքով հասկանալ, ճանաչել եւ իրականում ճանաչել։ Հաճախ նույնիսկ հակառակ ծայրահեղություններն կա, մարդիկ հորինում են բաներ, որոնք չկա։ Եվ ամեն ինչ այսպես չափազանցնում են։ Այս հարցին նաեւ թանգարանն է պատասխանում։ Մենք ունենք փաստեր եւ այդ փաստերի վրա մարդը պետք է ճանաչի իր երկիրը։ Եվ այդ փաստերը շատ այսպես զորեղ են։ Այդ փաստերը նաեւ խոսում են մեր մասին, որ մենք ինչքանով էլ որ այսպես ունենք շատ լավ այդպես ինքնության, հա, այսպես պատկերացումներ, ընկալումներ եւ հիմա էլ կրում ենք այդ ինքնությունը, բայց նաեւ պետք է հասկանանք, թե այդ ինքնությունը ոնց է ձևավորվել։ Այ մեր սրահներում շրջելով տարբեր ժամանակներում կարող է նաեւ տեսնել այդ փոխազդեցությունների հիման վրա զարգացած, հա, մեր ինքնուրույն դեմքը։ Որովհետև օրինակ եթե հելենիստական շրջանում այնտեղ հայտնվենք, կտեսնեք թե ինչքան նմանություններ կա այ հունա-ռոմեական կյանքի հետ, որ ժամանակ Հայաստանում կար, հա, այդ մշակույթը։ Եվ ժամանակները փոխվում են, օրինակ քրիստոնեության մեջ այս գաղափարը կա, երկխոսության գաղափարը հիմա որ դրված է, այնտեղ նույնիսկ մի ցուցափեղկում կարող եք տեսնել համարյա թե նույն տիպի առարկաներ։ Մասնագետը միայն հաճախ կարող է դետալներով, հա, ասել, որ սա տարբեր է, սա տարբեր չի եւ այլն։ Եվ թանգարանի այս կարևոր առաքելություններից մեկն էլ այն է, որ մարդու, որը մտնում է այստեղից վերափոխված դուրս գա եւ այդ վերափոխումը միշտ ծառայի զարգացմանը բարի իմաստով էլ, եւ որովհետեւ դու կարող ես նաեւ մարդուն վերափոխել, ինքը լավ գիտելիքներ ունենա եւ այլն, բայց դա ծառայեցնի լրիվ ուրիշ, հա, գործընթացներ։ Շնորհակալություն։ Սիրով, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։
Շնորհակալ